Պետք է շարունակեմ տրված հարցեր, որտեղ մի մասը արդեն հնչեցվեց իմ հարցերի։ Այն նշեցիք օբյեկտիվ քննության մասին, ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների հետ կապված կային հայտարարություններ, որ ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են կիրառել, սակայն քրեական գործով կա ՀՔՑ-ի մամուլի հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ 4 անձ են ներգրավել, որոնք քաղաքացիական անձինք են, այսինքն մեղադրանք է առաջադրվել 4 անձի եւ 19 լրագրող տուժող է ճանաչվել ըստ այս տեղեկատվության եւ տպավորություն կա, որ օրենքի ընտրողական կիրառման հարց կա քրեական իրավունքի, այսինքն այն դեպքում, երբ որ մարդիկ, չգիտեմ, ցուցարարներ են, կազմակերպիչներ են, քաղաքական գործիչներ են, նրանց նկատմամբ կա քրեական հարուցված քրեական գործեր, հետապնդում, խափանման միջոցներ, կալանավորված մարդ, բայց լրագրողների ծեծու ջարդի, նրանց տեխնիկան փչացնելու հետ կապված մենք ունենք 4 քաղաքացիական անձ ներգրաված, այն դեպքում, որ վկայությունները անգամ մամուլի ավելին էին խոսում։ Ինչ կասեք սրա մասին եւ ընտրվելու պարագայում, պարոն Դավթյան, ինչ կանեք, որ նման բան չկրկնվի, կամ այս քննվող գործի շրջանակներում արդարացիորեն, համաչափորեն քրեական օրենքը կիրառվի բոլորի նկատմամբ։ Այս բանը այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Պաշտոնապես հրապարակված տեղեկատվությամբ հայտնի է, որ Սարիթաղում կատարված դեպքերի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձանց, որոնց նկատմամբ խափանմիջոց ընտրվել է կալանավորումը, բացի այս 4-ից եւս 3 անձանց նկատմամբ արդեն մեղադրանքներ են առաջադրվել, դարձյալ քաղաքացիական անձանց շրջանակից։ Պարոն Մարուկյան, սա օրենքի այսպես այլընտրանքային մոտեցման խնդիր չէ, այլ սա պայմանավորված է քրեական գործով բացահայտման, պարզաբանման ենթակա հանգամանքների ծավալով։ Քանի որ նշածս 7 անձանցից 4-ի վերաբերյալ արդեն նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործի նյութերը հրապարակային նյութեր են, դուք եւս առիթ կարող եք ունենալ ծանոթանալու այդ քրեական գործերի հետ եւ տեսնել, որ բնականաբար այս կոնկրետ իրավիճակը իր պարզաբանման հանգամանքների շրջանակով ավելի նվազ էր եւ հնարավորություն ունեցավ նախաքննական մարմինը ավելի կարճ ժամանակահատվածում ապացույցների բավարար համակցություն ունենալ դատի տալու համար։ Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից գործադրված համապատասխան անհամաչափ ուժին, ապա այդ փաստով քրեական գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Վստահեցնում եմ ձեզ, պարզաբանման հանգամանքների էական տարբերություն կա այս երկու դեպքերի մասով։ Եվ իրականացվելու է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն, որպեսզի ձեռք բերված տվյալներով մենք լիարժեք գնահատականներ կարողանանք տալ բոլոր մասնակիցների արարքներին։ Ի վերջո մենք գալու ենք մի փուլի, որ կամ դատի ենք տալու ոստիկանության աշխատողի, կամ օրինակ, եթե չհիմնավորվի հետապնդում դադարեցնելու որոշումներ ենք կայացնելու, դրանք հանրության սեփականությունն են դառնալու այդ որոշումները իրենց բոլոր հիմնավորումներով հանդերձ եւ վստահ եմ, որ ազգային ժողովի քվեն ստանալուց հետո ես հետագա գնահատականների հիմնավորումների առիթ կունենամ։ Ավելին ասեմ, եթե նույնիսկ այդ քվեն էլ չստանամ, ի պաշտոն է որպես գլխավոր դատախազի տեղակալ առիթը կունենամ դրան գնահատականները տալու։ Իսկ ինչ վերաբերում է ձեռնարկվող միջոցառումներին, որպեսզի հետագայում նման դեպքեր չիրականացվի, որպես իրավաբանի ձեզ քաչ հայտնի է, որ կանխման ցանկացած միջոցառումների մեջ առաջնային տեղը յուրաքանչյուր գործով իրականացվելիք լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննությունն է եւ հիմնավոր գնահատականները։ Այսինքն կոնկրետ այս քրեական գործով մենք իրականացնենք հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի տրվեն այդպիսի օբյեկտիվ գնահատականներ եւ այդպիսի օբյեկտիվ գնահատականները բնականաբար իրենց հերթին պրևենտիվ նշանակություն կունենան։ Արձագանքի համար Էդմոն Մարուկյան, համեցեք պարոն Մարուկյան։ Շնորհակալություն, պարոն Դավթյան։ Մենք ունենք պրակտիկա, որը ցույց է տալիս, որ օրինակ ոստիկանության հետ կապված, եթե կա անիրավաչափ գործողություն, ոչ համաչափ ուժի կիրառում, ոստիկանները միշտ ավարտում են այս ամեն ինչը ոստիկանությունում ներքին ծառայողական քննությունների շրջանակներում եւ քրեական պատասխանատվության հարց չի բարձրացվում։ Եվ հենց մտավախությունն այն է, որ քաղաքացիական անձանց նկատմամբ մենք քրեական պատասխանատվության հարց ենք բարձրացնում, բայց ոստիկանների կողմից թույլ տրված հակաիրավական գործողությունները միայն գնահատական են ստանում ծառայողական քննությունների շրջանակներում։ Ես ուղղակի ձեր ուշադրությանը ցանկանում եմ սա հրավիրել եւ մյուսը, ես որքանով որ հասկացա այս տեղեկատվությունից եւ նաեւ մամուլում եմ փնտրել, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու
հոդվածով քրեական օրենսգրքի գործ հարուցված չէ։ Արդյոք ես ճիշտ եմ, եւ եթե չի հարուցվել, ապա ինչու է ընդհանուր գործի շրջանակներում քննվում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու այդ մասը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ըստ էության ցանկացած արարքի համար քրեական պատասխանատվություն թե վարչական պատասխանատվություն դա հստակ պայմանավորված է նրանով, թե անձի կատարած արարքը կոնկրետ ոստիկանության ներկայացուցիչի հանցագործություն է թե զանցանք է։ Ձեր կողմից մատնանշված իրավիճակներում բնականաբար այն արարքները, որոնք որ համապատասխանում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված արարքին, ենթարկվում են վարչական պատասխանատվության, կարգապահական պատասխանատվության։ Իսկ այն, որ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, կարծում եմ հակառակի փաստը մենք ունենք, խոսքը վերաբերում է օրինակ նախորդ տարի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին էլի, որոնցով վերջերս էլի պաշտոնական հրապարակումներ եղել են, դատի են տրվել ոստիկանության 4 աշխատակիցներ։ Իսկ ցանկացած իրավիճակում քննությամբ ձեռք բերված տվյալներով գնահատական է տրվում անձի կատարած արարքը վարչական իրավախախտում է, թե հանցագործություն է։ Ինչ վերաբերում է 164 հոդվածով, այսինքն լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով քրեական գործին, ապա այդ փաստով քրեական գործ հարուցված է։ Հարուցվել է քրեական գործ հուլիսի 29-ի Սարիթաղում կատարված դեպքերով հենց դատախազի կողմից եւ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը։ Հատուկ քննչական ծառայությունում նույն դեպքին վերաբերող մի քանի քրեական գործեր միավորվել են մեկ վարույթում եւ նշածս արդեն քրեական գործը միացված վարույթում ապահովվում է դրա նախաքննությունը։